Բոլորս էլ գիտենք, որ անգլո-թուրքական ծրագիրն է եղել, որ Հայաստանը կործանեն։ Հայաստանը կործանելու համար անգլո-թուրքական ծրագիրն է եղել տարիներ շարունակ, որ փորձեն Հայաստանը հայաթափեն, հայ ժողովուրդը բնաջնջեն։ Եվ իրենցին չհաջողվեց այս թուրքահապատակ ղեկավարությանը բերեն, հասցնեն Հայաստանի ղեկը տալու իրենց ձեռքը։ Եվ այս մարդիկ շարունակում են այդ նպատակով Հայաստանը քանդելու։ Եվ ես տարբերություն չկա, Տավուշից եմ, Գյումրիից եմ, ես հայ եմ, որտեղ որ պայքար եղավ հանուն ՔՊ-ի դեմ, ես կայնելու եմ պայքարող մարդու մոտ, պայքարելու եմ մարդկանց մոտ, ովքեր որ պայքարում են այս թուրքահապատակ ղեկավարության դեմ, որպեսզի Հայաստանը րոպե առաջ, հայ ժողովուրդը րոպե առաջ, վայրկյան առաջ սրանցից փրկենք, կարողանանք ազատվենք սրանցից։ Եթե Գյումրիում հաղթանակը տոնեցին, ՔՊ-ն պարտվեց, ուրեմն Հայաստանում ունենք հաղթանակ։ Եթե չկարողացան Գյումրիում հաղթանակեն, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք Թուրքիային եւ Ադրբեջանին դիմավորենք նաեւ Լենինականում, Գյումրիում։ Դրա համար իմ կոչը Գյումրիի իմ սիրելի հայ ժողովրդին, ես ինքս Տավուշից եկել եմ աջակցելու ձեզ, որ այս թուրքահապատակ ղեկավարությունը չվերարտադրվի Գյումրիում, սրանցից ազատվելա պետք րոպե առաջ։ Եթե չէ, մենք կորցնելու ենք Գյումրին, կորցնելու ենք Հայաստանը։ Ոնց որ սահմաններում Տավուշի մարզում կազմալուծեցին այդ ահռելի դիրքերը, ամրաշինական կառույցները, հանձնելով Կիրանցի մասը, հանձնելով Ոսկեպարի մի մասը եւ դեռ շարունակելու են հանձնել մի մասը, շարունակական աշխատանքներ են տանում, այս պահին աշխատանքները դադարեցրել են, քանի որ Ալիևը չի ուզում, ոչ թե սա մեզ սուտասանն է դադարեցրել, այլ Ալիևը այլ բաներ է պահանջում։ Դրա համար էլ այս պահին սահմանազատումը կանգնեցվել է սահմանում։ Բայց Նիկոլ Փաշինյանը դրանցի պատասխան ասում է ցույց տվեք մի բան, որ մենք զիջել ենք եւ Հայաստանի Հանրապետությունը այսքան ինքնիշխան երբեք չի եղել։ Նաեւ անդրադառնալով Ոսկեպարում Կիրանցում իրադարձություններին նախորդ տարվա, ասում էին ընդդիմադիրներն էին բորբոքում այդ կրքերը եւ հիմա տեսնում ենք թե տուրեր են կազմակերպվում, այսինքն այնքան անվտանգ է, որ մարդիկ տուրեր են կազմակերպում դեպի Ոսկեպար Կիրանց։ Որ ասում է, որ տուրեր են կազմակերպում Ոսկեպար, գալատ են անում, գլուխները պատին են տալի, հայտարարում եմ, որ գլուխները պատին են տալի, ստում են, նման բան չկա։ Իսկ եթե մեկը կա, որ ասում է Կիրանցը կամ Ոսկեպարը անվտանգ է, թող կան ինձ տանեն, ինձ ցույց տան անվտանգ տարածքը։ Ես էլ իրան ցույց տամ վտանգավոր տարածքը։ Ես հեռուստաընկերություններով շատ անգամ եմ ելույթ ունեցել ու ասել եմ, եթե դուք ասում եք, որ Կիրանց Ոսկեպար ճանապարհը չեք հանձնելու, եկեք Ոսկեպարում եւ Կիրանցում ժողովրդին ասեք կամ համոզեք, որ այդ ճանապարհը չեք տալու, կամ վերին Ոսկեպարը չեք տալու, հակադարձեք իմ ասածին։ Եթե չէ, ուրեմն տալու եք, ես վստահ եմ տալու եք։ Մի ստերով կերակրեք ձեր ժողովրդին։ Ես արդեն ընկնելու եմ ձեր ստերի հետևից ու ապացուցեմ ամեն անգամ, որտեղ որ սուտ խոսացիք, ես այդ սուտը բարձրաձայնելու եմ ու ժողովրդին ցույց տամ, որ դուք ստում եք, կրկնական ստում եք։ Համոզված եմ, որ այդ ճանապարհը, վերին Ոսկեպարը եւ մնացած տարածքները վտանգի տակ է։ Պարզապես այս պահին Ալիևը ուրիշ խնդիրներ է առաջադրում, ուրիշ պայմաններ է առաջադրում։ Դրա համար այս համանազատումը կայանել է։ Սուտ են ասում։